Ես ողջունում եմ մեզ միացած եւ մեզ հետ իրենց օրը սկսող հեռուստադիտողին, քանի որ այսօր գարնանային հիանալի տրամադրություն է դրսում, այդ նույն ամենը փոխանցվել է նաեւ մեր տաղավար։ Մենք ձեզ խոստանում ենք հետաքրքիր հիանալի եթեր, հագեցած մշակութային հարցազրույցներով, եւ քանի որ Նուր հեռուստաընկերությունը անմասն չի մնում երկրում հանրապետությունում տեղի ունեցող հետաքրքիր մշակութային իրադարձություններից, այսօր մասնավորապես մենք ձեզ խոստանում ենք մշակութային հարցազրույցներ։ Թանգարանային գիշերն է մեկնարկում Հայաստանում, այսի 17-ին եւ 18-ին կարող եք այցելել Հայաստանի տարբեր թանգարաններ, որտեղ մուտքը հիմնականում անվճար է եւ այնտեղ խոստանում են հագեցած միջոցառումներ եւ գրաֆիկ։ Տեղեկացնեմ հարգելի հեռուստադիտող, որ այս միջոցառումը մեկնարկել է եվրոպական տասնյակ երկրներում դեռ նախորդ դարից, առաջինը մեկնարկողը Ֆրանսիան էր 1999 թվականին, հետագայում միջոցառումն այնքան հետաքրքրեց թե այցելուներին եւ թե ներսի աշխատողներին, որ այն դարձավ միջազգային միջոցառում, որը ամրագրվեց 2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Եվ քանի որ Հայաստանում թանգարանային աշխարհը դարձյալ եւս բուրն է եւ շատ հետաքրքիր եւ այստեղ ներկայացնելու շատ բան կա խոսելու, նույնպես թանգարանային գիշերվա միջոցառումներին միացավ նաեւ Հայաստանը։ Այստեղ եւս մայիսի 17-ին եւ 18-ին տոնում ենք թանգարանային գիշեր միջոցառումը։ Եվ զրույցը սկսելու ենք Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվետ Թաջարյանի հետ։ Ողջունում եմ ձեզ, Տիկին Թաջարյան, եւ շատ պարտավորեցնող եւ ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ մեր տաղավարում։ Քանի որ վերջապես եղանակը տաքացավ, մինչև կանցնենք այս գեղեցիկ իրադարձությանը, պատմեք, թե ինչպես սկսվեց ձեր առավոտը շաբաթ օրվանից եւ արդյոք դա հանգստի մասին է ձեզ մոտ։ Շատ բուրըն սկիզբ ենք ունենում, հատկապես թանգարանային գիշերվա ցերեկը, այսպես ասած, այսինքն մենք բավական երկար ենք պատրաստվում եւ փորձում ենք թանգարանային գիշերվան միշտ մատուցել մեր այցելուներին նախադեպը չունեցող կամ չկրկնվող ինչ-որ միջոցառումներ։ Այս տարի եւս այդ փորձն արել ենք։ Իհարկե ամբողջ օրը մեզ մոտ բուրըն աշխատանքային է եւ նորմալ այդպես հունով մենք աշխատելու ենք, ունենք տուրիստական մեծ խմբեր, որ հենց այսօրն են փորձում Մատենադարան այցելել, որտեղ իրենք էլ են դիտակցում, որ տարբեր է լինելու մթնոլորտը։ Իհարկե մեզ մոտ միշտ մթնոլորտը շատ ջերմ է, բայց համենայն դեպս եւ աշխատողները ամբողջ անձնակազմը մեծ սիրով ենք սպասում այս օրվա, որտեղ մեզ համար մեծ տոնական օր է եւ շատ սպասելի։ Ստացվում է շաբաթ առավոտը աշխատանքի մասին է այնուամենայնիվ մեզ մոտ միշտ շաբաթ օրերը, այո, Մատենադարանում աշխատանքային օրերը, այո, շաբաթ եւ միայն ոչ աշխատանքայինը Կիրակին եւ Երկուշաբթին է, իհարկե երբեմն այդ օրերն էլ են դառնում ըստ պահանջի աշխատանքային։ Այսօր փաստորեն մենք, ինչպես արդեն ասացի, ամբողջ օրը մենք ունենալու ենք այդպես գրանցված արդեն տուրիստական խումբեր, այցելուներ, բայց 18:00-ից մինչև 24:00 մուտքը ազատ է լինելու եւ մենք այդպես մեկը մյուսին հաջորդող հետաքրքիր ծրագրեր ենք ունենալու։ Ժամը 7-ին, այսինքն 19:00-ին մեր երկու վերականգնողները, ավագ վերականգնողներ, Արտուրը եւ Արտավազդը իրենց դասախոսություններով ինձ թվում է կբացեն իրենց գաղտնիքները, որոնք միշտ այդպես խնամքով են պահում, հատուկ այսօրվա համար։ Քանի որ Մատենադարանը, ինչպես գիտենք, ոչ միայն թանգարան է, այլ գիտահետազոտական կենտրոն եւ ունենք տարբեր այդպես հետազոտական բաժիններ, այդ թվում վերականգնման բաժին, որտեղ խնամքով ձեռագիր եթե մեզ հասնում է, դինի դա ձեռքբերման տեսքով կամ նվիրատվության, առաջինը մենք փորձում ենք անվտանգությունից ելնելով եւ կյանքը երկարացնելու այդ նպատակով մենք այսպես խնամել։ Եվ մեր տղաները այսօր այդպես նուրբ գաղտնիքների մասին այդպես բարձրաձայնելու են դասախոսության տեսքով։ Այնուհետև 20:00-ին մենք հյուրընկալելու ենք Արեգնազան կրթահամալիրի 11-րդ դասարանցիներին, սաներին եւ մեզ համար տարբեր այսպես էկզոտիկ երաժշտական գործիքներով, եվրոպական եւ այլալեզու, օտար լեզուներով այդպես երկացանք են պատրաստել, քանի որ Մատենադարանում աշակերտներ, այո։ Քանի որ հանրությանը երբեմն թույլտվաբար այնպես է ինֆորմացվում, որ Մատենադարանում պահվում են միայն հայերեն ձեռագրեր, բայց մենք ունենք իհարկե մեծ գրականություն եւ իհարկե ձեռագիր մատյաններ, պատառիկ էջեր, կոնդակտներ, հրովարտակներ եւ այս առումով փորձել ենք այդ ձևով եւ աշակերտներին ներգրավել մեր միջոցառման մեջ, քանի որ մենք ունենք բազմաթիվ նաեւ կրթական ծրագրեր, որը ամեն տարի այսպես ընդլայնվում քանակով եւ այլն,
փորձեցինք եւ միշտ փորձում ենք, որ աշակերտներին այդքան հեռու չպահենք այդ միջավայրից։ Նախկինում մի քիչ այդ ձևով էր, ես երբեմն մեծահասակներին այդպես հարցնում եմ, որ վերջին անգամ դուք երբ եք եղել մատենադարանում, բա 4-րդ դասարանում, 5-րդ, շատերին թվում է մատենադարանում ինչ եղել է նախկինում, նույն ձևով մնացել է, բայց մենք այդպես ժամանակին համահունչ մատենադարանն էլ, այո։ Այո, եւ արդեն 21:00-ին ունենք ցուցադրության բացում հավատի եւ գիտության միջև տան սուրբը նման խորագրով շատ սպասված մի ցուցադրություն, որի գիտական հենքի վրա է փաստորեն այս ցուցադրությունը կազմակերպվել եւ խմբի ղեկավարը մեր գիտաշխատողներից Հայկ Հակոբյանն է։ Տան սուրբ ասելով դա շատ մեծ թեմա է եւ Հայկը այստեղ եթե լիներ շատ ավելի մանրամասն բան կաներ, բայց ես կարող եմ երկու խոսքով ուղղակի նկարագրել։ Ընդհանրապես հայերիս համար ձեռագիր մատյանները անկախ բովանդակությունից միշտ սուրբ են եղել։ Միանշանակ, այո։ Եվ անկախ լեզվից։ Դա շատ հետաքրքիր է, որովհետև անգամ Եղեռնից փրկված հայերը իրենց հետ ոչ միայն բերել են, տեղափոխել են հայերեն ձեռագրեր, այլ օտարալեզու արաբերեն, երբեմն պարսկերեն եւ այլն։ Այսինքն, քան իրենք գիտակցել են, որ ձեռագրի մեջ կա պատմություն, ուժ, հոգեկան այդ բավարարությունը, գենետիկական ուժը եւ ժառանգաբար փոխանցվող այդ ձեռագրերը տներում ժամանակի ընթացքում մասունքի պես, ոնց որ սրբերի մասունքի պես իրենք սրբացվել են։ Եվ մեր գիտաշխատողները տնից տուն, գյուղից գյուղ, երբեմն այլ մայրցամաքներում հայտնաբերել են ձեռագրեր։ Իհարկե մենք չենք բարձրաձայնում, որ որտեղին չէ գտնվում, բայց նկարների միջոցով, այսինքն մեր գիտաշխատողների տրամադրած նկարների միջոցով փորձել ենք ցուցադրություն կազմակերպել եւ իհարկե իրենց գտած եւ ուսումնասիրած ձեռագրերին զուգահեռ մեր պահոցից հանել ենք այդ շրջանից, միգուցե այդ գրչին պատկանող կամ ծաղկողին պատկանող կամ դպրոցին պատկանող որևէ ձեռագիր եւ փորձել ենք զուգահեռ այդ իրականությունը ցույց տալ։ Ստացվում է տան սուրբը այն ձեռագիրն է, որը որ այդպես սերնդեսերունդ փոխանցվել է։ Այո, իրենց շատ հետաքրքիր պատմություններ կան դրանց հետ կապված, որովհետեւ դրանք երբեմն շատ հետաքրքիր է, որ անգամ տպագիր գիրքն են իրենք համարում սուրբ եւ երբեմն չենք կարողանում իրենց համոզել, որ սա տպագիր է եւ ոչ ձեռագիր։ Այսինքն սերնդեսերունդ փոխանցվելով իրենք դա դառնում է իրենց համար խնդրակատար, այսինքն երկրպագության ինչ որ մի անկյուն են իրենց համար, պաշտամունքի ինչ որ անկյուն են իրենց համար ստեղծում, դա միգուցե տան անկյունը լինի կամ իրենց հողամաս ինչ որ մի հատված իրենց համար սրբատեղի է լինում։ Եվ սերնդեսերունդ դա այդպես փոխանցում են։ Եվ մեզ համար շատ սպասված այս փաստորեն ցուցադրությունը փորձեցինք այսօր առաջին անգամ է լինելու։ Այո, մատենադարանում երբևիցե նման թեմատիկայով եւ նման խորագրով մենք ցուցադրություն չենք ունեցել։ Նման մատյանները սրբացվում են նաեւ, որովհետեւ այնինչ կա ներսում գրված, դա շատ կարեւոր է։ Պատմության կարելի ասել դա մեր մասին է եւ իսկապես այնինչ մեր մասին է պետք է սրբացվի։ Քանի որ թանգարանային գիշերը, ինչպես ներկայացրի մեր հեռուստադիտողին, դեռ 1999 թվականից սկսել է այսպես տեղի ունենալ է, ինչպիսին է ձեր կարծիքը թանգարանային աշխարհում որպես միջոցառում, կարծում եմ սա նաև այցելուներին է ընդգրկում, ավելի շատ մեծացնում է հետաքրքրվողների շրջանակը, ինչ կարևորություն ունի թանգարանային աշխարհում նման միջոցառումը։ Այո, շատ ճիշտ նկատառում էր, որովհետև յուրաքանչյուր տարի մենք նկատում ենք, որ հատկապես մեր տեղացիները, մեր հայրենակիցների մոտ շատ բուռն այսպես սպասված ինչ-որ բան կա եւ իրենք այդ օրը երբեմն տատիկների իրենց թորտիկների հետ շրջում են հերթով թանգարանից թանգարան են այցելում։ Դա իսկապես ողջունելի է, այսինքն եթե ժամանակին եղել է այդ ավանդույթը, եղավ ինչ-որ մի ժամանակ, որ այդ բացը նկատվում էր։ Այսինքն մենք հրավերներով էինք ավելի շատ մարդկանց տեսնում, երբ բացման ինչ-որ արարողակարգ էր լինում, հատուկ ինչ-որ միջոցառում, բայց հիմա կան մարդիկ, որ առանձին գրում են, ինչ է նախատեսված, կամ նոր ցուցադրություն երբ ենք ունենալու եւ այլն, եւ սիրով են գալիս։ Այո, այդ մոլորտը եւ այդ միջավայրն է, որ սնում է երեխաներին անմիջականորեն, այսինքն դպրոցից, ընտանիքից հետո իհարկե թանգարանները դա մեծ այդպես պարտականություն եւ ունեն իրենց ուսերին, որ կարողանան շատ սիրով բան անել։ Եվ մի կողմից էլ դա
արդեն աշխատանքային այդ միջավայրը, որտեղ երբեմն շատ տխուր էր, այսինքն թանգարանում աշխատող մարդը այլ ձև էր, այսպես ասոցացվում, իսկ հիմա մենք ունենք այսպես շրջանավարտներ կամ այսօր հատկապես ես պետք է շեշտեմ, որ հենց այսօր մեզ մոտ սիրով գալու են Պատմության Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի ուսանողները որպես կամավորներ։ Արդեն մեկ շաբաթ առաջ մենք իրենց հետ պայմանավորվել ենք, այսինքն որովհետև հոսքը մինչև 24:00 մեկ աննկարագրելի է։ Բայց շատ հաճելի է թանգարանների տեսանկյունից ասել, որ հոսքը իսկապես աննկարագրելի է։ Այսինքն տոնական միջավայրը իրենց համար գրավիչ է։ Միգուցե մեկ շաբաթ առաջ են իրենք եկել, բայց այդ օրը լուսավորությունը փորձում ենք իսկապես ամեն ինչ անել, որ տոնական լինի, եւ մեր կամավորներն էր սիրով, այնպիսի երիտասարդներ ունենք պայծառ։ Դա փորձառություն է նաեւ Տիկին Թաջարյան, հետագայում նրանք այն մարդիկ են, ովքեր ուզում են աշխատողի տեսքով հանդես գալ։ Այո, որտեղ տարբեր բաժիններից են, տարբեր ամբիոններից ես խնդրել էի մեր Պատմության ֆակուլտետի դեկանից այստեղ հարկ եմ համարում, որ իսկապես շնորհակալություն հայտնեմ պարոն Գաբրիելյանից, որ սիրով համաձայնվեց եւ ուսանողներն էլ այսպես շատ պայծառ ուրախ, այո, եւ տարբեր բաժիններից Կովկասագիտության ամբիոնից, հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնից եւ տարբեր մասնագիտություններ, բայց իրենց բոլորը կարծես համախմբված են լինելու մի գաղափարի շուրջ, որ մենք կարողանանք այդ ամեն ինչը ինչ որ կազմակերպել ենք պատշաճ ձևով եւ իր նպատակին ծառայի վերջի վերջո։ Մեր օրերում մի փոքր դժվար է լինելով ես նույնպես ուսանող շատ մարդկանց հավաքել մեկ գաղափարի շուրջ եւ փաստորեն սա այն դեպքն է, որ ստացված է։ Այո, ես էլ շատ ոգևորված էի, հատկապես որ մենք այս օրվա համար ենք պայմանավորվել, բայց ասացի, որ ամսի արդեն 18-ին էլ թանգարանների միջազգային օրն է եւ ամբողջ օրը նույնպես մենք 10:00-ից մինչեւ աշխատանքային ավարտ, այսինքն 18:00 մենք նույնպես աշխատելու ենք անվճար հիմունքներով եւ մեծ մասը այդ խմբի իրենք այսպես համաձայնվեցին, որ նույնպես մեզ համագործակցությունը կստացվի։ Թանգարանային գիշերի հետ կապված այստեղ նաև ավանդույթի ուժ կա ժողովրդի մեջ ձևավորված, թեպետ դեռ նոր է, բայց երբ այդ օրն է սկսվում, կարծես թե պարտադիր է դառնում ինչ որ թանգարանների շարք, այսպես թեկուզ մտքումդ ձևավորես եւ գնաս տեսնես, նամանավանդ հետաքրքիր է Տիկին Թաջյան այդ կեսգիշերյան այցելությունները, երեկոյան այցելությունները, որոնք որ իրենց մեջ յուրահատկություն ունեն։ Եվ կարծում եմ այս տեսանկյունից նաև Մատենադարանի միջոցառումներն էլ գնալով երեկոյան ժամերին ավելի հետաքրքիր եւ նորովի բաներ են բացահայտում, ինչը որ ցուցադրությունն է։ Բնականաբար թանգարանը ցերեկով անգամ մեր աշխատողների համար այլ է, երեկոյան այլ, չմոռանանք, որ հատկապես Մատենադարանի ճարտարապետությունը, թանգարանի ճարտարապետությունը արդեն ինքը այդ խորհրդավորությամբ ինքը մեկ այլ գրավչություն ունի եւ այցելուները նկատելի է, որ արդեն մի քիչ ուշ երեկոյան ավելի շատ է հոսքը։ Այսինքն անցյալ տարի ես լավ հիշում եմ, որ մենք արդեն 15 պակաս 12-ին մենք մի կերպ խնդրելով այսպես խնդրեցինք, որ տարածքը ազատեն, այդպես այսինքն գալիս եւ մնում էին։ Միջավայրը նույնպես արձանների այդպես տարածքում եւ այլն, այսինքն հա մի բան մոռացա ասել, որ մենք ունենք նաեւ մի փոքրիկ երեխաների համար ծրագիր այսօր նախատեսված, շատերիս է հայտնի, որ Մատենադարանը իր կրթական ծրագրերով այսպես շատ բազմաբնույթ է եւ բազմաբովանդակ եւ տարիներ շարունակ այդպես ունենք նաեւ ծաղկողների ստուդիա, այդպես է կոչվում եւ այդ շրջանավարտները արդեն սաները մեր այսօր մեր փոքրերին, այսինքն փոքրիկ այցելուներին զբաղացնելու են իրենց գիտելիքներով, գործնական ինչ-որ պարապմունք է լինելու դրսում։ Բարեբախտաբար այսօր շատ ջերմ եղանակներ մեզ հետ է եւ այո, մեր կարող են այդ սերունդները իրար հետ այսպես այդ փորձի փոխանակումն էլ իրենց համար ինձ թվում է հարուստ փորձառություն է, նախկինում իրենք էլ էին շատ փոքր, գալիս դասարներ, իսկ հիմա կարող են այդ փորձը փոխանակել։ Եվ ամենակարևորը երեխաներն էլ հաստատ ինչ որ բան ունեն տալու հենց մեծերին եւ այստեղ մենք միշտ սովորում ենք։ Միանշանակ, այո։ Հետաքրքիր է, որ միջոցառումներ ներկայացնում եք եւ այստեղ տարիքային տարբեր սեգմենտների համար է ներկայացված այն միջոցառումներ ու ցուցադրություններ, որ կան։ Ովքեր են հիմնականում են թիրախային, հա, տարիքային սեգմենտում գտնվող մարդիկ, որ շատ են այցելում թանգարան, որովհետեւ հետաքրքիր
իհարկե որ դա միշտ էքսկուրսիաների տեսքով է մեր հիշողության մեջ տպավորվել, բայց ստացվում է որ մեծահասակներն էլ բնականաբար ունեն իրենց հետաքրքրությունը։ Շատ դժվար է ասել, հատկապես վերջին 1 տարվա կտրվածքով, այսինքն ի ուրախություն մեզ դժվար է։ Եթե նախկինում ավելի մեծահասակներն էին մեզ մոտ այցելում եւ կտրուկ տարբերություն, այսինքն մենք տեսնում ենք փոքրահասակները, դպրոցականները հատուկ խմբով այսպես այցելում են։ Էքսկուրսիաների տեսքով։ Այո, իսկ հիմա երբեմն ուսուցիչները ինչ որ առաջադրանքով են այդպես ավագ դպրոցի աշակերտներին ուղղորդում դեպի մատենադարան եւ դա շատ ողջունելի է։ Օրինակ այս նույն երաժշտական խումբը, որ պետք է գային 16-17 տարեկան երեխաներ, այո, եւ հիմա շատ դժվար է երեխաներին ներգրավել նման բաների մեջ եւ մենք փորձում ենք ես եւ ուսուցչուհին Օրտինգան եւ այստեղ էլի նույնպես պետք է եւ իրենից եւ երաժշտական ուսուցչից պարոն Արտուրից շնորհակալություն հայտնեմ, որ մենք չէինք ուզում այսպես տիպողաբար լինի դա։ Այսինքն Օրտինգան ասես մի հատ խոսեմ հետները եւ այսինքն այդ ողջևորությունը մենք տեսանք իրենց մեջ եւ անհամբեր սպասում ենք։ Այդ տարիքային տարբերությունը եւ գրավչությունը միգուցե գալիս է հենց տարբեր ծրագրերից, որ մենք փորձում ենք անգամ թանգարանային գիշերվա համար միայն գիտական հենքի վրա ցուցադրությունը չլինի, որ ասենք 7-8 տարեկան երեխային միգուցե ձանձրացնի։ Դա փորձում ենք ապահովել ամեն դեպքում։ Եվ մի ծրագիր, որ ասացիք, ինձ էլ շատ հետաքրքրեց, միշտ գաղտնիք է եւ կարծես թե կուլիսների ետևում է, թե ինչպես են պահվում ձեր ձեռագրերը, որովհետեւ ես գիտեմ, որ դրա ետևում հսկայական աշխատանք կա ու այսպես գաղտնի բան է, որ միշտ ուզում ես քեզ հասանելի լինի եւ փաստորեն այսօր դա էլ է հասանելի։ Մի փոքր պատմեք նաեւ այս միջոցառման մասին, իսկապես այն հետաքրքիրներից է, որը միշտ չի եղել, գաղտնի է, բայց այսօր փաստորեն ցուցադրվում է հենց հանրության առաջ, ինչպես է։ Մատենադարանը, ինչպես գիտենք, երկու այդպես եւ ադմինիստրատիվ եւ աշխատանքային պահով երկու մասից է բաղկացած, այսինքն թանգարանայինը եւ գիտահետազոտական ինստիտուտը գիտական, այսինքն այն հենքը, որ կա, մինչև ցուցադրությունը, այսինքն ցուցադրման համար, եթե ես կամ որևէ, չգիտեմ, համադրող որոշում ենք ինչ-որ մի ձեռագիր ցուցադրենք, մենք առաջինը պետք է հաշվի առնենք վերականգնման բաժնի վարիչի Տիկին Գայանեի խոսքը։ Կարծիքը, այո, կարծիքը, որ սա եկեք ձեռք չտանք, կամ սա մի ամիս այդպես պահանջվում է, որ հավելյալ աշխատանք է պահանջում մինչև ցուցասրահ գնալ, որովհետև պայմանները պահոցներում մասնագիտական առումով շատ մտածված են յուրաքանչյուր մագաղաթի համար, թղթի, կաշվե կազմի, արծաթե կազմի եւ այլն, այդ բոլոր ունեն իրենց խնամքի եւ պահպանման պայմանները։ Եվ հետո նոր գնում են մեր վերականգնողների ոսկի ձեռքերը այդպես մատներ, միշտ այդպես ենք ասում, որտեղ իսկապես իրենց հպումով էլ արդեն մենք զգում ենք, որ ինչպես են բանանում եւ նոր ցուցասրահ են գալիս։ Այսինքն այդ ընթացքի մասին, որ ինչ աշխատանքներ են տարվում, այսօր 1 ժամվա ընթացքում մեր երկու այսպես հմուտ վարպետները, վերականգնողները կփորձեն այսպես բարձրաձայնել, անգամ ես առիթ բաց չեմ թողնում եւ այստեղ էլ հայտարարեմ, որ շատ լավ կլինի, որ հատկապես այդ դասախոսության ընթացքում մենք տեսնենք եւ ավագ դպրոցի ներկայացուցիչներին եւ ուսանողներին, որովհետեւ վերականգնման այդ մասնագիտությունը մենք չունենք այսպես գրանցված եւ պետական հատուկ ինչ-որ դպրոց կամ այո, մենք սերնդեսերունդ այդ բոլոր փորձառությունները իհարկե փոխանցում ենք, ունենք շատ լավ վերականգնողներ, մասնագետներ եւ Մատենադարանում, Պատմության թանգարանում եւ տարբեր թանգարաններում, բայց այդ բոլորը պետք է փոխանցվի եւ այդ շահագրգիռ կամ այդ խորհրդավորությունը կարծես մեր վարպետների խոսքի մեջ է եւ իրենց ցուցադրված այդ ֆիլմերը կամ չգիտեմ ընթացքը, որ ինչպես է եղել նախկինում, հետո ինչպես է դառնում եւ այլն, դա հուսամ, որ այսօրվա դասախոսությունը նաեւ կնպաստի դրանով, որ երիտասարդներն էլ կողքեվորվեն։ Գուցե նրանց միջից ինչ որ մեկը հետագայում դառնա այն աշխատողը, որ դուք անվանում եք ոսկե ձեռքեր, ամեն դեպքում անվանումն էլ է հետաքրքիր, ինչու եմ ասում, որովհետեւ այս process-ի մեջ անգամ ձեռնոցները հագնելուց սկսած մինչեւ նյութերի օգտագործում եւ սենյակի ճիշտ ջերմաստիճան իսկապես շատ հետաքրքիր է։
Քանի որ ձեռագրերից խոսեցինք, մի փոքր նաև պատմեք Մատենադարանը հարստություն է նաև այն տեսանկյունից, որ մենք այստեղ տարբեր ձեռագրեր ունենք, ընդ որում հնուց, շատ հնուց եկած եւ դրանք այն սուրբ մասունքներն են, որոնք որ պահվում են։ Որոնք են այն ամենահին ձեռագրերը, որոնք միշտ այցելուների ուշադրության կենտրոնում են։ Շատ տարբեր են դրանք, բայց երբեմն անվանումն է միգուցե այսպես ստիպում կամ ավելի պատճառ դառնում, որ դա ավելի հանրայնացվի կամ նվիրատուի անունով է գրանցվում այդ ձեռագիրը կամ տեղանքի որտեղից գալիս է պատմության իհարկե։ Օրինակ վերջերս մենք 1 ամիս շարունակ Շուրիշկանի ավետարանը մենք ցուցադրեցինք, դա մեր խնդրակատար ձեռագրերից ամենա այսպես հայտնիներից է, որը երևի շաբաթ կամ ամիս չի լինում, որ մեր այցելուները գան եւ խնդրեն, որ կլինի մենք դա մոտիկից տեսնել, բայց ցավոք սրտի մենք ոչ մի ձեռագիր չենք կարող տարվա բոլոր օրերին ցուցադրենք։ Ինչքան էլ մենք ցուցասրահները փորձում ենք ապահովել այն մասնագիտական վերաբերմունքը, խոնավային, չգիտեմ, ջերմաստիճանային այդ բոլորը այնուամենայնիվ դրանք պահոց չեն։ Մենք 6 ամսից ավել փորձում ենք ձեռագրին չտանջել, որովհետև այդ բացվածքը արդեն երբ մագաղաթին այսպես պահոցից հանում ենք եւ բացվածքով ցույց ենք տալիս, հետո ինքը սկսում է ճկվել եւ ժամանակի ընթացքում ուռչում է, այսինքն դա process է երկար եւ արդեն նույն վիճակին հասնելու համար երբեմն 1 տարի պահանջվում է, որ վերականգնի։ Այդ առումով է համար ավետարանը շատ կան, շատ տարբեր են։ Երբեմն այցելուները գալիս են թորներ կամ ծորները իրենց պապերի կողմից նվիրաբերած, ասենք ձեռագրի կամ որևէ փաստաթղթի կամ որևէ վերջերս ունենք երևի մի 10 օր առաջ էր մի այցելու եկավ Ռումինիայից եւ իր պապերի կողմից նվիրված անդադ ձեռագիր էր ասում եւ ես էլ դե իհարկե մեր գլխավոր ավանդապահից հարցրեցի որ այսպեսի ինչ որ մի ձեռագիր եւ այն բարձրացրեց որ տպագիր է այսինքն իրենց մոտ այնքան դրա մասին խոսվել է բարձրաձայնվել է եւ այլն դա ուղղակի հասկացանք որ ձեռագիր որևէ ներողություն ձեռագրից տպագրված հուշամատյանի պես ինչ որ մի բան է որը տպագրվել է եւ ազգային գրադարանում էլ կա տարբեր գրադարաններում կա այսինքն այցելուները ոմանք գալիս են իրենց հետքերի ետևից բնականաբար հետքերի ոչ թե ասենք սխալ չընկալվի որ չեմ վստահում որ Մատենադարանում լինի կամ ոչ իրենք հպվելով այդ աղջիկը որ պատմում էր այսպես մի երևի երիտասարդ մի աղջիկ էր այսպես ձեռքերը դողում էր եւ անուններ էր տալիս ասում լավ անուններ պետք է ինձ փոխանցեք որ ովքեր են նվիրել իր տատիկի, պապիկի բոլորի անուններով զանգեց իր հարազատներին արտասահման ճշտում արեց որ մոտավոր որ թվականներին կար այսինքն այդպիսի հետաքրքիր պատմությունների մենք միշտ ենք հանդիպում որ իրենք այդպես հետագծով կապում են ծերունդների այո իրենց Գերդաստանի պատմության շարունակության մի մաս է լինի եւ քանի որ մենք ունենք օտար երկրից շատ այցելուներ մի փոքր խոսենք նաեւ որ երկրներն են որ հիմնականում հետաքրքրվածություն ունեն եւ օտարերկրացիներին Մատենադարանը այլ տեսանկյունից է զարմացնում որովհետեւ այստեղ կան այնպիսի հին ձեռագրեր որ անգամ իրենց երկրների պատմությունը այդքան հին չէ եւ իրենք գալիս են նաեւ դրանց ետևից երկրները շատ տարբեր են չեմ կարող ասել բայց կարող եմ շեշտել որ գերմանացիները Գերմանիայի շատ այցելուներ ունենք, Ֆրանսիայից նույնպես եւ իհարկե սեզոնային էլ է երբեմն։ Եվ մի բանն է, որ ես միշտ նախանձով եմ այսպես դիտում այդ այցելուներին, իրենք մեծահասակներ թոշակի անցնելուց հետո իրենք պատկերացրեք սկսում են աշխարհը շրջել։ Հավաքած իրենց թոշակով շատ են եվրոպացի տարեց զբոսաշրջիկները։ Տարիքով, այսինքն 70-ից բարձր հենց այսօր առավոտյան շատ մեծ խումբեր ձայնից, այսինքն երբ մուտք էի գործում, խոսելուց հասկացա, որ Ֆրանսիայից էին, բայց բոլորը տատիկ պապիկներ։ Երանի թե մեզ մոտ էլ մի օր գա ավանդույթ դառնա, այո, իսկապես դա նկատելի է իրենց հոսքը տարեցների շատ մեծ է, որովհետև երբեմն իրենց թոշակն էլ է բավարարում գալ պատտվել։ Ինչը շատ ցանկալի է կարծում եմ։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար, եւ քանի որ այսօր ու վաղ ունեք շատ բազմազբաղ առօրյա, ձեզ տաղավարից միանգամից դեպի Մատենադարան ուղեկցեք։ Այո, սիրով։ Իսկապես մեզ մոտ է դարձել է ավանդույթի ուժ, ոչ միայն այսօրեն Մատենադարան հաճախ պետք է այցելել, այսպես պատմության հոտ է գալիս այն ամենից, ինչը որ ցուցադրված է։ Այո, շնորհակալ եմ շատ Տիկին Թաջերյան դարձյալ։ Արգելի հեռուստադիտող, մեր այսօրվա առաջին հարցազրույցը մոտեցավ իր ավարտին, սակայն դեռ առջևում եւս ունենք հետաքրքիր հարցազրույցներ, մասնավորապես մշակութային թեմաների շուրջ, շարունակեք հետևել մեզ, կարճ դադարից հետո դարձյալ տաղավարում կլինենք։